Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Facebook-յանի ընկերներ, ուրեմն երեք ես ասել էի ձեզ, որ այսօր պետք է ուրեմն հակակոռուպցիոն կոմիտե դիմում ներկայացնենք, այդ դիմումը ներկայացրել ենք և այդ դիմումի կապակցությամբ ուրեմն եթեր եմ մտել, որպեսզի ձեզ անցած անգամների բոլոր դիմումների ձևաչափով նույն ձևով ուրեմն ներկայացնեմ, ընթերցեմ թե դիմումի բովանդակությունը ինչումն է կայանում ուրեմն։ Ընթերցեմ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին է ուղղված եղել դիմումը, պարոն Արտուշի Նահապետյանին, Արման Ալբերտի Գալստյանից։ Հայաստանի Հանրապետության ՔԿ ԵՔՔՎ Էրեբուն և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 1215 7426 նախաձեռնված քրեական վարույթով և թիվ 12 87 1325 քրեական վարույթով։ Դիմում քրեական վարույթի ընթացքում պաշտոնատար անձանց գործողություններում անգործության, հնարավոր պաշտոնական հանցագործությունների, հատկանիշների առկայությունը ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ։ Ես Արման Ալբերտի Գալստյանս սույն դիմումով հայտնում եմ, որ իմ նկատմամբ իրականացվող քրեական վարույթի ընթացքում արձանագրված բազմաթիվ դատավարական խախտումները, քննության անհիմն ձգձգումները, պարտադիր քննչական գործողությունների չկատարումը և իմ 7 անչափահաս երեխաների իրավունքների պաշտպանության անբավարար ապահովումը ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ առանձին պաշտոնատար անձանց գործողություններում կամ անգործության մեջ կարող են առկա լինել պաշտոնեական իրավախախտումների կամ օրենքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներ, որոնք ենթակա են իրավական ստուգման։ Փաստական հիմքերը քրեական վարույթի ընթացքում բազմիցս ներկայացրել եմ միջնորդություններ, որոնք կամ չեն քննարկվել օրենքով սահմանված արդյունավետությամբ, կամ քննվել են ձևական եղանակով, քննիչի կողմից չեն իրականացվել գործի համար էական նշանակություն ունեցող պարտադիր քննչական գործողություններ, չեն կատարվել հարցումներ և ստուգումներ իրավասու պետական մարմիններում, իմ 7 անչափահաս երեխաների գտնվելու վայրի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու, հնարավոր տեղափոխման իրավական հիմքերի և նրանց ներկայիս կարգավիճակի վերաբերյալ։ Չեն ապահովվել ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հավաքագրումը, քննությունը շարունակաբար ձգձգվում է առանց օրենքով պահանջվող արդյունավետության։ Դատավարական հսկողությունը փաստացի չի վերացրել քննության ընթացքում առկա խախտումները։ Առանձնահատուկ մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված հանցագործությունը վերաբերում է 7 անչափահաս երեխաների իրավունքներին, որոնց նկատմամբ պետությունը պարտավոր է ցուցաբերել առավել բարձր աստիճանի պաշտպանություն։ Իրավական գնահատական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ յուրաքանչյուր անձի երաշխավորվում է պետական մարմինների կողմից իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը վարույթ իրականացնող մարմնի պարտավորեցնում է ապահովել քրեական վարույթի օրինական, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, հավաքել ինչպես մեղադրանքը հաստատող, այնպես էլ այն հերքող ապացույցները, ինչպես նաև ապահովել վարույթի իրականացումը ողջամիտ ժամկետներում։ Իմ դեպքում արձանագրված հանգամանքները, քննության անհիմն և շարունակական ձգձգումը, ակնհայտ անհրաժեշտ քննչական գործողությունների չկատարումը, ներկայացված միջնորդությունների ձևական կամ ոչ արդյունավետ քննությունը, երեխաների գտնվելու վայրի պարզման ուղղությամբ արդյունավետ միջոցների չձեռնարկումը, դատավարական հսկողության ոչ բավարար իրականացումը։ Ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք նշված գործողություններն ու անգործությունը պայմանավորված են միայն ծառայողական թերացումներով, թե կարող են պարունակել պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական անգործության, ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման կամ այլ հնարավոր հանցավոր արարքների հատկանիշներ։
Միաժամանակ հայտնում եմ, որ սույն դիմումով չեմ պնդում կոռուպցիոն հանցագործության առկայությունը։ Կրկնում եմ, չեմ պնդում կոռուպցիոն հանցագործության առկայությունը, սակայն ներկայացված փաստական տվյալները բավարար հիմք են իրավասու մարմնի կողմից պաշտոնատար անձանց գործողություններում հնարավոր կոռուպցիոն կամ պաշտոնական բնույթի հանցագործությունների հատկանիշների առկայությունը ստուգելու համար։ Գլուխ 3. Խնդրում եմ սույն դիմումն ընդունել վարույթ եւ իրականացնել օրենքով սահմանված կարգով ստուգում։ 2. Ստուգել քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց գործողություններն ու անգործությունը, պարզելու, թե արդյոք դրանցում առկա են պաշտոնեական հանցագործությունների կամ այլ իրավախախտումների հատկանիշներ։ 3. Գնահատել, թե արդյոք քննության անհիմն ձգձգումները, պարտադիր քննչական գործողությունների չկատարումը եւ ապացույցների ոչ լիարժեք հավաքագրումը պայմանավորված են պաշտոնեական պարտականությունների խախտմամբ կամ այլ ապօրինի վարքագծով։ 4. Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ եւ լուծել համապատասխան քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։ 5. Օրենքով սահմանված ժամկետում ինձ տրամադրել գրավոր տեղեկություն կատարված ստուգման արդյունքների եւ ընդունված որոշումների վերաբերյալ։ Գլուխ 4. Եզրափակիչ մաս։ Հաշվի առնելով, որ սույն դիմումը վերաբերում է 7 անչափահաս երեխաների իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը եւ քրեական վարույթի արդյունավետ իրականացմանը, խնդրում եմ ապահովել դրա անհապաղ, լրիվ, բազմակողմանի եւ անաչառ քննությունը։ Կից ներկայացնում են սույն դիմումով նշված հանգամանքներում հիմնավորող փաստաթղթերը։ Հարգանքներով Արման Ալբերտի Գալստյան։ Այսքանը ուրեմն ներկայացրել ենք այսօր ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ենք հասցեագրել այս դիմումը եւ հուսով ենք, որ ուրեմն ամեն ինչ կանեն, որպեսզի պարզեն այս հանցավոր ուրեմն շղթան, թե այս ոնց է սենց լինում, որ ուրեմն 8-րդ ամիսն է արդեն, բոլորը անգործության են մատնված, բոլորը ոնց որ այնց տպավորություն լինի, ոնց որ բոլորը միասին իրար հետ ուրեմն պայմանավորված լինեն, նախնական պայմանավորվածության եկածին են, հասկանում եք, որտեվ այդ նույն հոդվածը համ կնոջս վրա է 195 հոդված դրված, համ այդ նույն 195 հոդվածը իմ վրա է դրված, ուրեմն մի նույն գործի շրջանակներում, ուրեմն ես մեղադրյալ եմ իմ կինս դժողա, նույն գործի շրջանակներում մեկ ուրիշ վարույթով իմ կինս մեղադրյալ է, ես եմ դժող։ Եվ բացի դրանից, բացի 195 հոդվածից, ուրեմն կնոջս վրա նաև 194 հոդված կա։ Որի մասով այդ 194-195-ի մասով վարույթը նախաձեռնում է, մինչև առեսօր ուրեմն քրեական հետապնդում չի հարուցվում։ Սա տարօրինակ է, հասկանում եք, ու ես բազմիցս երեք էլ ասեցի եթերի ժամանակ, գնում ես քննչական կոմիտեն քեզ բառից ծայրահեղ իմաստով ուղղակի ճամփու է դնում, ցերում է, չի դիմավորում, չի ընդունում, ներքևից ընդունարանից զանգ ես տալիս կամ խնդրում ես իրենց զանգեն, որ կապնում են քննչական կոմիտե, ուրեմն որ ասեն, որ մարդը եկել է ուզում է դիմում, ուրեմն տա ձեզ միջնորդություն ներկայացնի, ուրեմն չեն ընդունում։ Դուք պատկերացնում եք, ես 20 օր առաջ արդեն այս ուրեմն դատաբժշկական եզրակացությունը, որ ես երեք ընթերցեցի, որ պետքա մուտք անեինք, ուրեմն ես արդեն 20 օր առաջ պետքա մուտք անեի։ Այսինքն 20 օր քննչական կոմիտեն ուրեմն գործը քննող քննիչի ուրեմն պատճառով, կոնկրետ քննիչի պատճառով, քննիչի ձգձգելու, հեռախոսի համարը տվի, անգամ հեռախոսի համարին չի պատասխանում, ընդհանրապես չի պատասխանում։ Այդ տալու օրն է մենակ պատասխանը, մնացած այս 20 քանի օրը ինչքան ուզում ես զանգի։ Զանգում ես, անջատում ես, զանգում ես, զանգերը գնում է, չի պատասխանում։ Մի խոսքով առհամարական, կամայական պատկերացնում եք, ոնց որ այդ քննչական կոմիտեն, ասենք, իրանց բանը լինի, իրանց տունը լինի կամ իրանց սեփականությունը լինի։ Ասենք, սա ինչ պահվածք է։ Ինչ է նշանակում քաղաքացին գա, դուք ուզենա դիմում տա, դուք դիմումը չվերցնեք քաղաքացուց։ Կամ կոնկրետ ըստ էության չասեք, ասենք վաղը ժամը 2-ին կարող եք մոտենալ, կամ էս կամ այն։ Մենք ձեզ կզանգենք։
Մենք ձեզ կզանգարենք, մենք ձեզ կզանգարենք, երբ կզանգարենք։ Չգիտենք, չենք կարող ասել։ Մենք ձեզ կզանգարենք։ Ու դու դες կարաս գնաս, ամիսով սպասես, 20 օրով սպասես։ Նորից մի հիմի շաբաթ սպասես, տեսնես, որ ոչ զանգ կա, ոչ բան կա, նորից գնաս։ Նորից նույն բանը քեզի ասեն։ Ու այսեն շարունակ պատկերացնում եք, ես ձեզ սա մի անգամվա, երկու անգամվա բան չեմ ասում։ Ես ես 8 ամիս շարունակ, այստեղ խոսքը 8 շաբաթվա, 8 օրվա մասին չի գնում, լսեք։ Հասկանում եք իմ հետ ինչ են արել։ Այս մարդիկ, այս մեր հայրենակիցները։ Չէ՞ որ այդ նույն քննիչներն էլ մեր հայրենակիցներն են, ոստիկանները մեր հայրենակիցներն են, բայց մտակ ինչ են արել իմ հետ, իրենց քաղաքացու հետ։ Բռնած ոստիկանությունից, բռնած վարորդ իրականացնող մարմնից, բռնած դատախազությունից, հսկող դատախազի գլխավորությամբ, բռնած դատարանից, աջափնյակի։ Ինչ է նշանակում դեպոնացում անես հունվարի 27-ին նիստը նշանակեն ամսի 18-ին, 18-ին ձգեն ապրիլին, ապրիլին ձգեն բանը հուլիսի 29-ին, հունիսի 24-ին, հունիսի 24-ին էլ ինչա թե 3 րոպե ուշանաս, ուրեմն ձգեն սարքեն բան։ Հուլիսի 29-ը։ Բայց չեք ասում եք մարդը 7 երեխա ունի, ընտանիքը քայքայվում է, ընտանիքը քանդվում է։ Բա դուք այսօր sense ձգձգում եք, կարող է всё մարդու կնիկ էլի իրարից բաժանվեն իսկականից, այսինքն նպաստում եք, որ մարդիկ բաժանվեն իրարից էլի։ Այսինքն տևական մի հատ ժամանակ անցնի, մեկը մյուսի տեսադաշտից դուրս լինի, հարաբերություններ չլինի, հարաբերությունները սառեն, փլվեն, հա, այդ ընտանիքները տենց բանը, այդ տունը քանդվի, էլի։ Այսինքն դուք կոնկրետ նպաստեցիք դատավորով, դատախազով, քննիչով, ոստիկանությունով նպաստեցիք, անուն դրեցիք զոհ, բռնարար, տուժող, մեղադրյալ ու այդ բարերի բառակապակցությունների sense ներքո գեղեցիկ լուսավոր ընտիր ընտանիքը օրինակելի ուրեմն sense խեղաթյուրեցիք հաշվագրավ։ Ձեր համար դա մակուլատուրա է, էլի։ Ցենց դափոնով մակուլատուրաներ է դրած։ Թելու ասեղը դրած, գործը կարում են, թելու ասեղը դրած, գործը կարում են։ Հա, կարեք, լավ եք անում։ Բայց նորից եմ կրկնում, սա ձեր համար բան չի, ապօրինի զենք զինամթերք չի, բան չի, սինթետիկ հաճույքներ չի, պլան չի, այս մյուս չի, այն մյուս չի, գողություն չի, սա կոնկրետ շատ նուրբ հարց է։ Ընտանիք է, երեխաների ճակատագրերը խեղաթյուրվում, երեխաների ճակատագրերը կերտվում։ Խիստ sense կարելի է այս ամեն ինչից այս մատների արանքով նայել, հա, եւ պատասխանատվություն չկրել այս ամենի համար, ասել դե հիմա դե դու քո տունն է ախպեր, մենք ինչ մեղավոր ենք, կնիկը թելեր կովրով գրել է, թողե գնացել։ Բա դուք ինչ եք արել, լավ, ինքը գրել է, թողել է գնացել է։ Ինքը ինչի համար է գրել, ով է իրան ուրեմն ազդեցության տակ գցել, որ ինքը գրել է, ով է իրան սովորացրել, որ գրել է, ով է իրան վախացրել, որ գրել է, ով է իրան ինչ խոսք տվել, որ ինքը գրել է, որ ինքը քայլին առհասարակ գնացել է։ Դուք ինչ գիտեք, դա ինչ տևական ժամանակ, կոնկրետ աշխատանքներ է տարվին։ Պարզել եք դուք այդ պատճառը հետևանքային կապը խնդիրը բացի բանավոր ուրեմն հարցաքննությունից, բացի իր տրված հաղորդումից, դուք պարզել եք ապացուցողական ինչ գործողություններ եք ուրեմն արել։ Օրինակ իմ մասով ապացուցողական գործողություններ որոշակի արել եք, ասենք զենքը վերցրել եք, զենքը հաշվառման քարտ ունեցել եք, հաշվառման քարտը տեսել եք, որ օրինական է այդ զենքը ինձ պատկանում, ապօրինի չի։ Ընդեղ ասում էին, որ ես մի հատ էլ հոդված կար, գնացինք ուրեմն հասցեով, ես ձեզ ապացուցեցի, որ ես չէի կարա ոչ մեկին փագի տակ պահեի, որ ոչ ռեշոտ բան կար, ճաղավանդակ կար, ոչ դռան վրա զամոք կար, ոչ էս կար, ոչ այն կար, մի խոսքով այդ հոդվածը դուրս եկավ։ Այսինքն շինծու էր նաև այդ տված հաղորդումը։ Թե չէ հետել էիք բան անելու, գրելու վրես բան հոդված ավելացնելու։ Գնացինք դեպքի վայր, լավ էր քննիչը բարեխիղճ էր, տեսավ, որ իսկականից իրոք ես չէի կարա ուրեմն որոցել վիդեով այդ հաղորդման տրված հաղորդման հետ կապ ունենայի։ Ուղղակի հորինվածք էր, սուտ զրպարտություն իմ անձի անհատականության նկատմամբ։ Հիմա մենք այս ամեն ինչը պետք է պարզաբանենք, չէ, այս ինչ է տեղի ունեցել։ Լավ, այս հայ ընտանիքի հետ ինչ է տեղի ունեցել։ Խի 8 ամիս ցես նստում են, ինչ եք անում դուք։ Թուրքական կինո եք նայում, հնդկական կինո եք նայում։ Ինչ է, ուզում եմ հասկանամ, ասենք էսի ինչ է նշանակում այս ամեն ինչը։ Ինչի համար է սա արվում։ Հատուկ ծառայությունների ուրեմն կազմակերպածն այս ամեն ինչը իմ նկատմամբ, որպես ակտիվիստ, որպես հանրային մարդ, ազգային անվտանգության ծառայության կազմակերպածն է։ Բա հիմա այս նույն հարցը ազգային անվտանգության ծառայության չի հետաքրքրում։
Բայց ես այսքան եթեր եմ մտնում, ասում եմ ամբողջ երկիրի խաբար ազգային անվտանգության ծառայություն ինչ ասում։ Ասպականիկը բան արել, մարդը կնգան բանա ծեծելա, հա, կամ չգիտեմ, ապտակելա, կնգան բռնությանը ենթարկե, կինն էլ մարդու վրա գրելա, տարել աջակցման կենտրոն, հետո էլ կնիկը փախի գնացել է Ռուսաստան։ Всё այդքան բան, դուք այդքանը գիտեք։ Ուրեմն ես ձեզ ասում եմ, սիրելի, հարգելի, ուրեմն ուժային կառույցների ներկայացուցիչներ, այն մարդիկ, ովքեր որ մտահոգ են այս հարցով, կամ ուրեմն իմ դիմումների հետևանքով ուրեմն նրանք մասնակից են ոնց որ դարել այս գործին, հա, այսինքն մասնակից են դարել որնա գործնականում իրենց գործի շրջանակներում, այսինքն տեղյակ են, տեղեկություն ունեն այս գործից։ Ես էլ ձեզ ասում եմ, դուք առհասարակ որևիցե մի ինֆորմացիոն բլոկի չեք տիրապետում։ Բացարձակ չգիտեք, թե իմ հետ ինչա տեղի ունեցել, իմ ընտանիքի հետ ինչա տեղի ունեցել։ Ուզում եք իմանալ իմ ընտանիքի հետ ինչա տեղի ունեցել։ Ուրեմն Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանին իմ կնոջը անհապաղ 1 ժամ շուտ ուրեմն հրավիրեք թողա Հայաստանի Հանրապետություն։ Եթե չգա, գնացեք բերման ենթարկեք բերեք։ Քրեական ոստիկաններին եմ դիմում։ Համագործակցեք ձեր գործընկերների հետ Ռուսաստանի Դաշնությունում, ուրեմն թող գնան ձերբակալեն բերեն ուրեմն օդանավակայան Ռուսաստանի Դաշնության ընդեղից էլ բերեն Հայաստանի Հանրապետություն։ Բերեք քննչական հատուկ քննչական գործողություններ ուրեմն իրականացրեք։ Ու ամբողջությամբ ինֆորմացիոն բլոկին տիրապետեք, թե իրականում Գալստյան Արմանի կյանքում այս մարդու հետ էս ինչ դեպք է տեղի ունեցել։ Լրիվ իրականությունը խեղաթյուրեց։ Ես մաքուր եմ թե Աստծո առաջ, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ օրենքի առաջ։ Ես այսքան մի միլիմետր մտածելու բան չունեմ։ Իսկ իմ կնոջ նկատմամբ ինչ որ տեղի ունեցել, դեպքա տեղի ունեցել, որի մասով ես դեռևս հակված եմ, որ նա այս դեպքի շրջանակներում զոհ է, հասկանում եք։ Նա զոհ է այս դեպքի շրջանակներում։ Նորից եմ կրկնում, ոնց որ ասենք սահմանամերձ գյուղում մեկը տանի անասուն արածացնի ու ասենք պահիտակ շփոթվի շեղվի, մարախուղ լինի, անձրև լինի, տեսանելիությունը քիչ լինի եւ ասենք գնա օրինակ թշնամու սահմանը հատի եւ ընկնի գերի։ Այդտենց իմ կինը ընկելա գերի։ Այսինքն իմիտացիան ստեղծվել է, սցենարը գրվել է նախորոք, որ սենց որ ունենց պատկերացնում եք ինչ եմ ասում, դու սենց կասես, ձերոնց սենց կասես, մամա թող սենց իմանա, քուրը թողնենց իմանա, այնի սենց կասես, հետո մենք սենց կանենք, հետո դրանից հետո նենց կանենք, հետո որ Արմանը տան դե դիմին նենց կանենք, նախորոք օրենքը ճշտել են, ընտանեկան բռնության մասին օրենքը, ճշտել են ինչ անեն, որ մի հատիկ, երկու հատիկ կապը դու կլինի վրան, որ դա ալիբի լինի, որ այդ ալիբիով իրանք ուրեմն հանդես գան, ուրեմն բան, բաժին ոստիկանության։ Հետո ում ասեմ, որ զանգի ոստիկանությունը, քրոջդ կասես, որ ռուսական համարով զանգի, ռուսական համարը Հայաստանում պատացակում։ Հասկացաք։ Ու դա իսկ քուրը, որին չենք ճանաչել 22 տարի, ինքը Ռուսաստանի ջանդամներն է եղել, ու մենք ես առհասարակ Հայկանուշ Ղևոնդի Ալավերդյան անձյանատականություն իր օրում 16 տարվա փեսայում ես չեմ ճանաչել։ Ոչ մեր տուն եկել է, ոչ գնացել է, ոչ ընդհանրապես Հայաստան է եկել գնացել իմ ամուսնացած ընթացքում։ Ոչ հերրախոսի անգամ համարն ենք ունեցել, ոչ հետը շփում ենք ունեցել, ինքը իր սեփական քրոջ հետ չի շփվել։ Ով դրուկ մենք որ էստան մեր խնդիրները եղավ, եկանք Ռուզաննայի կնոջս հայրական տուն, այդտեղ տենց WhatsApp-ով մի քանի անգամ իրար հետ շփվեցին, բարև, ասենք քրոջ հետ սուբորդինացիայով էր խոսում, բարև ձեզ Հայկանուշ, ինչպես եք բանում։ Հետո մի քիչ խոսած ընտելացավ, արդեն քուրիկները իրար հետ սկսան ընտելանալ։ Ու այսօր այդ քուրիկը համարձակվում եմ երեխայի ձեռից հեռախոս խլել։ Հասկանում եք։ Նորից եմ ասում, անարդարությունը տեղ չունի, ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ էլ չկարծեք թե Ռուսաստանի Դաշնությունում եք դուք կարաք այդտեղ ուրեմն տենց ծածկվեք, ուրեմն ծպկյալի պես ուրեմն մնաք ձեր կեղտոտ գործերն անեք իմ ընտանիքի վերաբերյալ։ Այսքան ես ձեզ հորդորում եմ, այսքան ես ձեզ կոչ եմ անում, ասում եմ մասշտաբները մի լայնացրեք, մի ծավալները մեծացրեք, ավելի ձեր համար խնդիրներ ու ուրեմն խնդիրներ մի ստեղծեք, ավելի վատ իրավիճակում ձեզ մի հայտնվացրեք, մի մտեք փակ ուղու մեջ։ Ես ձեզ ելման դիրք գալու ուրեմն հնարավորություն եմ տալի, էքզիտի հնարավորություն եմ տալի։ Բայց դուք չէ հոլոստեն տեսել եք, պրինցիպ են ընկել, ինչ են եղել։
Են որ ոնց այն փողը ոնց ալամ ասում կճղեմ կթափեմ քեզ չեմ տա։ Մի սրանք են։ Ասում են մենք գործից դուրս կգանք, քնի չենք, ոստիկան ենք, ես ենք ենենք, բայց դու կկնգայդ չպիտի ինձ։ Այ քեզի բաները։ Ես երկրում եթե տղակա ուսադիր հարգող է ես եմ։ Խի դուք չգիտեք դրա մասին։ Մենք բոլորս ձեր աշխատանքը հարգում ենք, թե ոստիկանների, թե քննչական կոմիտեի, թե առհասարակ դատախազության, դատարանի մյուսի, բայց դուք էս ինչ եք անում։ Դուք էս միակողմանի փաստորեն Ռուզաննայի համար բոլոր նպաստավոր պայմանը ստեղծել եք, էս ինչ կա սրա տակը թաքնված։ Չեք ուզում իմանալ ինչ կա։ Ես լիարժեք ինֆորմացիային տիրապետում եմ։ Կանչեք բերեք նորից եմ ասում, պոլիգրաֆ սարքը միացրեք ինձանից, իմ կնոջից եւ այն կասկածյալ մարդկանց անունները ում անունները որ ես կտամ։ Իրանց էլ բերման ենթարկեք, թող գան ուրեմն հարցակնություն անցնի։ Ապացուցենք ովքեր են մեղավորները, այս ամեն ինչի, ոնց է տեղի ունեցել։ Ուրեմն լսեք, այ հանցագործներ, եթե մտածում եք, որ իմ կնոջը փողի ուժով, փողախեղտ անելով, կարաք տենց խապս տակ, ուրեմն իմացեք, չեք կարալու։ Ռուզաննան անգամ, որ 11 տարեկան ժամանակ ծիրանակ երել, փորացավ անգել, այդ ծիրանք երած փորացավ անգած վախտնել է պատմելու պատկան մարմիններին։ Խոստանում եմ ես ձեզ։ Ես ձեզ խոստանում եմ։ Չեք կարալու իմ կնոջը բժշկցնեք։ Չի ստացվի, այս ինչ էլ որ ստացվել է, ուղղակի միամիտ, այսինքն ինքը փորձանքի մեջ անգի, հասկանում եք։ Զոհա, բառից բուն իմաստով զոհա։ Ռեալ տրաֆիկինգի զոհա։ Այսինքն սոցիալական վիճակից նեղու չնացնեցել չի որ հաց ենք թրջեկերը բորբսնած։ Բայց նցել չի բալիկ ասետրին են կեր առողդից երեգուն։ Բայց փառք տիրոջ է։ Բայց ամեն դեպքում պատկերացնում եք, ասենք այսպես չգիտեմ ինչ շահագրգիռ առաջարկներով, ես ինչերով ու այսպես շինե սարք է տարել։ Արա հիմա դուք չեք ուզում խելքի գաք, ես չեմ հասկանում։ Բռնարար, զոհ, կրկնազոհություն, իրանց համար բառեր են օրինել, հեքիաթային բառեր։ Մտնում ես բաժինները, ոստիկանության բաժինները, բանը կողխած դրած բան ընտանիք կանդելու գործ է այդում, որին նայում ես ընտանեկան բռնություն է, որին նայում ես ընտանեկան բռնություն է։ Ով էր ես բան, լասել տեսե։ Ով մի հատ տունը թեթև իրական գայ այդ մի հատ զրույց անում, մի բան անում, առնում բռնում տանում։ Մարդուն տարան փագին աղբեջան, կնիկներ հելավ իր համար շալացել եմ, գնաց։ Ազատություն յուրիձե դժկին են, գնաց։ Բայց ինչ ազատություն։ Պոռնկություն։ Նորից եմ ասում, շանտաժ չեմ անում, չեմ սպառնում։ Դուք հանցագործներ եք, ձեր նկատմամբ ինչ շանտաժի մասին է խոսքը։ Ինչ սպառնալու մասին է խոսքը։ Այդ օրենքները ձեր վրա չի կիրառվում, այս պարագայում։ Խելոք վերընկեք տեղները տարա։ Պոռնիկի վաստակներ, քանի անգամ ասեմ, մի ժամ շուտ արա, մի օր էլ մի ձգեք, մի նստեք թախտին սպասեք բախտին, միջև գան քիթ մռուտները տան, պոլին կանդալները կցեն թևերներից բերեն արա, հերի կարա ուշքի եկեք, ում տեղն եք ձեզի դրել, Ռեմբոյի կինոն եք նայե, ֆանտաստիկ ժանրից, ինչ կինոներ եք նայե, թուրքական սերիալների տակ եք մնացեք, կարող դուք շիզոֆրենիկ գիժ եք, ինչ եք արա, ես չեմ հասկանում, ինձ եք հունից անում, չեմ հասկանում արա, դուք խելքի չեք գալու, ուրեմն իմ լուսավոր ընտանիքը, իմ գյոզալ երեխեքից դու սենց 7 հատ երեխա սենց առնեք, խշտեք գողնակ տանեք, արա տերորիստ եք դուք, 17 վայրկյանոց մոտ վիդեո են ուղարկել, պապա մեր այդ ամեն ինչ լավ է, մենք ապահով տեղում ենք, սենց ենք սովորացած պատկերացնում ենք, մենելի իմ երեխեք արա, ցնդվելու, խփնվելու բան է, ես գիտեմ ես երազի մեջ եմ, ամեն րոպե դիկա մեկ ինձ քնից անի, ասի Արման ջան, երազ ես տենում, էլի այ ախպեր, երազ ես տենում։ Լուրումուն չլնայի սաղ կպերին ես գործել եմ, հիմա որ Արմանը մի բանանի կասեն հն ախպեր արեց, էլ չեն ած երա 8 ամիսա մարդ իրան ճղմ արա, արասմա իրար եք տեղից։ Գնացեք Ռուզաննայի թևից բռնեք, բերեք, պատկան մարմիններ, խնդրում եմ ձեզ, գնացեք բերեք, քանի անգամ խնդրեմ, պարոն Փաշինյան, քանի անգամ ձեզ խնդրեմ,
Ցույցում տվեք, հրահանգեք թութան բերեն։ Թո բերեն տենան ես ճիշտ եմ, թե ես սխալ եմ։ Բերեք հարցաքննության, աուդիտ նշանակեք։ Անալիզներ վերցրեք։ Բանավոր հարցաքննություն մի արեք։ Որ ցույց զրպարտությունը ես իմ ընդեղ ինչ չի, ցամա դա բան չի 20 տարվա ազատազրկում չի, որ սուտ չխոսան։ Չեք կարալու սուտ խոսակ, նորից եմ ասում, չեք կարալու սուտ խոսակ, չի ստացվելու, ինչ խանդ, ինչ բան, արա ես 6 ամսով Մոսկվաներն եմ եղել, Անապաներն եմ եղել, Սոչիներն եմ եղել, եթե սխանդոտ մարդ լինեի, ես ինչ գործ ունեի 6 ամիս կնիկ երեխա թողել էի այդ Անապաներն ու Մոսկվաներն, այ ուղեղից պակասավորներ, հիմա ձեզ ինչ ձեռատալի եք խոսում, այ պոռնիկի վաստակներ, որը ուզում է իր բոզությունը ծածկա դմփոցանի, որն էլ ուզում է իր կյանքի անվտանգությունը բարգացնի, հա, ու դու տես բիջ եք դուք տենց, արա այդ չմոներ, ասում եմ խելքի եկեք, ժամ շուտ խելքի եկեք, արա, հանեք այդ աղջկան իր երեխեքի հետ միասին ուղարկեք տուն, բռնարարներ եք դուք, տերորիստներ եք դուք, հանցագործներ եք դուք, Իմ վրա նմանատիպ բանել ոչ մեկ չի կարա կարի, իմացեք, բրլյանտ իշկան կծեց ցեխի մեջ, ներս դեպի, բրլյանտից ներս այդ ցեխը չի գնում։ Plus լεπτիներին նա շինել են գլխիս։ Բարես բուն իմաստով ուզում եք շինեք իմ գլխին, բայց չի ստացվի ձեր մտքով։ Ես ոչ նահանջի տեսակ ունեմ, ոչ կուրկուրի ձակ դառնալու տեսակ ունեմ։ Լսում եք։ Ոչ որևիցե մի բանից վախենում եմ, արա ես։ Յանի ուզում եք ինձ կոդրացնեք, էլի, հա։ Ուզում եք ինձ ձիուվերից գցեք։ Արա այս ախքանք էշի վրա, ավանակի վրա նստածներ չի։ Դուք ձեզնից ինչ եք ներկայացնում, արա։ Դուք կարա գաք արմանի կնկան խլեք առնեք, տանեք ուղեղ ուտեք, հա, տանեք փողով մողով սաբլազնի տանեք, այ հոգնած պոետներ, ու տանեք ձեր կեղտոտ գործերի համար օգտագործեք, արա, հա։ Վերջում տունը քանդեք, բան, սաղ, պրծնի հետ, հա, հասնի մի եկա տևական ժամանակ, որոշ ժամանակ, վերջում տենց։ Ասեք Խերսոնան Սոպարտո Իտալիանո լրփի բալամոտը չի ստացվի Իմ հայրական անեցքովս ես քեզի անեցում եմ 24 ժամ արա Վենա իրեքա թուլա ունես այդ թուլեքիդ գրգի արա Այ չմո Այ քեզի օժանդակող են չմոները նայե Վենա արտաշատի չմոներից մնացրած Սաղիդ կզսնելու ենք, ասել ասող Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյան, սաղին կզսրա, ես տենամ ոնց ես կզսնում Ոնց որ հիմա սկսել ես ես կզսնելով գնալ, սկսի կզսնել մի հատ ես տենամ Ոնց որ սրանք չեն ջոգում, որ իրանք պետք է կզեն Հիմա չգիտեմ ՔՊ-ի մեջից եք մարդ խառնել, քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջից մարդ եղել, չերես զանգարե բանա խառնել Չգիտեմ ազգային անվտանգության ծառայությունում ա ձեր ուրեմն երևույթը ուրեմն որտե ուզում ալնի կապ չունի Իմացեք կապ չունի Ձեր ծանոթը, ձեր սվյազը, ձեր օժանդակողը, ձեր ոտավորը, որտե որ այսքան տեղ ճռռիկ ա տվել, մեկը մեկին զանգել են, չեմ պլստալու տակից, միջև վերջի մարդը կծիկը բացելու ենք, միջև վերջ Փող գնդապետ կլնի, գնդապետ կլնի, մայոր կլնի, ինչ կոչում ուզում ունենա Որովհետև եթե մի, 2, 3, 4 այտենց ոստիկանության համակարգում, ուրեմն վարույթ իրականացնող մարմնի համակարգում, դատախազությունում մի քանի այտենց թափթփուկներ որ լինում են, ամբողջ համակարգի վրա ստվեր են գցում Բայց դա չի նշանակում, որ մնացած ոստիկանները վատն են Ոչ, եթե ոստիկանը մի օր մի ժամ չլնի, հայ ազգը չի լինի Դուք ձեր դռները չեք կարա հանգիստ փակեք կնեք Կգան տան մեջ ձեզի կաբելով կխեղտեն Հիշում եք են Վանոս Իրադեղյանի ժամանակները 102-ի երաժշտությունը հիշում եք Են որ մեկին կաբելով խեղտին Վիլիսը Շուլտովին Խաղմասի դեմը բանա Տասաթլը Մալբորոտու ֆիդայինների ժամանակները հիշում եք չէ Այդ են ժամանակներ կլինեն Դրա համար շնորհակալ պետք է լինենք Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներին, ոստիկանությանը, վարույթ իրականացնող մարմնին, բայց միևնույն ժամանակ այդ տվյալ կառույցներում ուրեմն եղած որդերին, որ որդեր կան, որ
կոռուպցիայով են զբաղվում, որը քավոր սանիկ տալտեքեր բարեկամ ախպերության ֆոնին այտենց պիղծ գործերի է փորձում մասնակցել։ Պետք է ասենց վզից բռնենք, սիրուն համակարգից դուրս հանենք եւ քրեական պատասխանության ենթարկենք։ Անպայման գնա Վարդաշեն քրեակատարական հիմնարկ C5, ուրեմն եթե ոստիկանների քրեակատարական հիմնարկում բալան դուտելու, հասկանա, որ այդ ուսադիրները այդ համազգեստը իրան հարիր չի, որ ինքը հակնի։ Ինքը արժանի չի այդ համազգեստին, որ հակնի։ Որովհետև ինքը այդ համազգեստը հակնելով ու նմանատիպ ուրեմն հանցավոր կապերի մեջ մտնելով եւ նաեւ օժանդակելով ինչ անում ամբողջ համակարգի ուրեմն հեղինակությանը խաղում է։ Դրա համար էլ քաղաքացին Հայաստանի Հանրապետության ասում է, որ օրենքը չի գործում, դրա համար ասում է, որ խուժանություն է տիրում, դրա համար ասում է խուլիգանություն է տիրում։ Բայց արյունտես որ ոչ։ Այդտենց մի քանի ворթեր նախկինից մնացած, չգիտեմ, ներկայից արդեն ներմուծված, չգիտեմ, որտեղից եկած, այդտենց կարան գործողություններ անել։ Իրանց արևին լավություն են անում։ Ոնց կարելի է 8 ամիսա ձեր աչքի դեմը ես բռնության եմ ենթարկվում։ Քիբդին կանի կանցի բանալ, բռնել, լախկեր տպել, որ ասեք, այնա լնդե բռնություն, այնա բռնություն է, բայց բռնություն չի, 8 ամիսա բռնություն, երեխեքից չտարել, ասում ես, իր երեխեքն են, երեխեքին չի կարող առևանգի։ Դուք չեմ լոգիկայի խնդիր կա ձեր մոտ, տրամաբանության խնդիր կա, ինչ ժամ իր երեխեքն է։ Սուրոգայդ մայր է եղել ունեցել է, հորտանից է բերել, որտից է ունեցել այդ երեխեքին։ Դա իմ երեխեքն են, չէ՞։ Ինչպես նաև իր երեխեքն են, չէ՞, մեր համատեղ ամուսնական կյանքում ծնված երեխաներն են։ Որոնց մասով համ ես ունեմ իրավունքներ, համ ինքն ունի իրավունքներ, համ ես ունեմ պարտականություններ, համ ինքն ունի պարտականություններ։ Ինքը դատարան է, հարկադիր կատարածու է, հոգաբարձուների խորհուրդ է, ինքը ով է որ երեխաներին վերստի գնա, դուք որևէ մի գործողություն չանեք այդ դուք։ Անհապաղ նորից եմ ասում։ Հազիվ, այն որ հազիվ ինձ զսպում եմ, չեմ ուզում ձեզ խայտարական։ Արա չեմ որ լրպի տղեկ։ Դուք մեկը գալու եք պատասխանության ենթարկվելու։ Պրոստը չեմ ուզում ասած մոլորակով մեկ ձեզի պիդաֆիլ սարքեմ։ Պիդաֆիլ։ Դուք պիդաֆիլներ եք, հասկացաք, սրբապիղծներ եք։ Անհայրենիք չմոներ եք։ Դուք չգիտեք եկեղեցին ինչ բան է, դուք չգիտեք Աստվածաշունչը ինչ բան է։ Դուք չգիտեք ընտանիքը, օջախը, սրբությունը ինչ բան է։ Հասկանում եք։ Լկտի պիղծ կեղտեր եք արա դուք։ Արա դուք ոնց կարաք 7 մոր երեխուն ասենք կպնեք արա 7 երեխա ունեցող մորը կպնեք կամ ասենք փորձեք ճանապարհի շեղեք կամ փորձեք ասենք իր մարդուց բաժանել տակ ասեք բաժամի մարդուց լավ կլինի sense կլինի ֆլիրտ անեք հետը սաբլազնի տանեք որոշակի ժամանակ մի լավ ուղեղը լվակ ախպեր ջան հա լավ կլինի դու թագուպես կաբրը սկայֆոտ կլինի այսպես կլինի ես կլինի հա հետո էլ ասեք արա դու որ գնացիր մարդը քեզի ստրուկի պես կպահի մարդը քեզի բանս դանակը կկողի ուղեղդ մարդը ջիների քեզի sense բաներ վախցնեք ասեք արա հոմ դուք շիզոֆրենիկ չեք արա սիկտիրել եք գնացեք ձեր կյանքով ապրեք արա սիկտիրել եք գնացեք ձեր կյանքով ապրեք արա Վաղը նորից լույսը բացվավ մի հատ էլ քննչական կոմիտե ենք միջնորդություն տալու տեսնենք եթե պատրաստելի միջազգային դատարանի ուրեմն բանը հայցադիմումն են պատրաստում եթե վաղը պատրաստ լինի միջազգային դատարանին են դիմել բան Երևանու առաջին ատյանի դատարան դիմել ենք երեխաների պահանջով դատավորի անազգանունը գիտենք բայց վարույթի մասով այսօր էլի ժամանակը չի երիկում վազում է չգիտենք որ հիմնարկից գնանք մեր քաղաքում էլ գիտեք խցանումները մինչև տեղից տեղ ես գնում հասցնում ես այնտեղ հերթա մինչև ընդունում են մինչև ես կոմենկոմ չես հասցնում մի գործ անես արդեն ժամն էլ աշխատանքային ավարտվում նորից կրկնում եմ Ռուզաննա 2 ժամից Նավառասիսկի սամալյոտը թռնում գալիս է Հայաստան Հելի սաղ թող, այդ մորդ, այդ քրոջդ, դու սաղ կյանքը 16 տարի մեր, ուր, հեր, բան Դրանց սաղին թող մերդ իրա հորդ գրգի քնի, քո աղբերդ իրա հերթին իրա բաներով, չգիտեմ իրա գործերով, քո քուրդ էլ ոնց որ իրա երեխու հետ իրա ընտանիքի հետ Թող այդ ամեն ինչը քո երեխեքին վերցրու ու արիստե Գնացել են իրանց գլխու երեխեքից դպրոց են ընդունել Նավառասիսկում Այն էլ որտե իսկի Հայաստանում չեն կարող երեխա դաստիարակին գույնը Ռուսաստանի ինչ երեխա դաստիարակի ու տեղա Ամեն քայլափոխին 12-13 տարեկան երեխեքը պապիրոզները, բերանները, պիվի շիշերը, ձեռները, սինթետիկ հաճույքները Եմի որ իմ երեխեն գնա, ասեն կրիստալի տակ հետ գա 15 տարեկան երեխեն Ով արա դրա համար պատասխան տալու Այ բոզի տղեկ Ով է պատասխան տալու
Չմոյիռա դու ես պատասխան տալու, Հայկուշիկ դու ես պատասխան տալու, որը տարա, այլ լրբի տղեկ դուք եք պատասխան տալու, Ռուզան, երեխեքին վեկալ, նորից եմ ասում, երեխեքին վեկալ ուղակի արի, մի թույլ տուր ինձի, որ սենց ամբողջությամբ խայտարակվեք, կխայտարակվեք են էլ ինչ մակարդակի ինչ աստիճանի, ինձ հունից մի հանեք, ինչ շանտաժ, սպառնում այս անամենանում, Անասունի պես հեռախոսալ են ես քան զանգում եմ, կացիգորիկ հեռախոս չեն պատասխանում, երեխեքիս հետ չեն թողում խոսում, զանգում է զանգեն հետ մը չեն պատասխանում, ինտերնետը անջատում են, պատկերացնում եք ինչ են անում, զրկանքներ են ինձ ենթարկում, 3 տարեկան, 4 տարեկան, 5 տարեկան, երեխեքիս չեն թողում հետները խոսեն, ծնունդները չեն թողում շնորհավոր են, ասեք եսի աշխարհի վերջն է, ոնց որ սենց աշխարհի ակաշդերից ես փագած են բոլորի Թուղթուգիր են արել, լյուբովնի աբրյադ են վրետ կարդացել, ցերկովնի մոմերով տարել են նկարիդ վրեն, բան են թափել, ինչ են արել, այ աղջի ջան, ուղեղը տենց էրշած է, զոմբիացել արա։ Նորմալ աղջիկ, 16 տարի ես քեզնից գոհ շնորհակալ եմ ելել, սուրբ սրբոց աղջիկ, օրինակելի մայր արա, օրինակելի կին արա, հայկական, նահապետական, ավանդական արա, քեզ ինչ եղավ արա, քեզ սենց անասունացար էշացար մնացիր, ում խելքին ընկար դու Հիմա ինչ եղել չի եղել, կապ չունի, թող դրան ցաղին թող, ճանապարհ չկա, իմացեք։ Տուպիկա չինական պատ։ Մերն եք էլ որով մեկ բոմբ գցեք, լեք երկին կիշնեկնեք եւ ձեր տարբերակ չունեք։ Որ դե ձերը կասեք 120 հատ էլ իմնասեք։ Պրոստը ձեր ասելունը օթից կախված լուրերը իմ ասելունը սաղ փաստարկներով ու հիմնավորված։ Ու սաղ հիմնավորելու եմ, հատիկ Ով երբ Հայաստան եկե, այդ ավտոյով երբ Հայաստանից դուրս եկե, հեռախոսներով, պիլինգներով, որդուցին հեռախոս աշխատե, սաղ արա ստուգելու են։ Պորնիկի տղա, միջև են վերջին կլետկեց ստուգելու են կարա։ Այ չարու չատ լաղ, չմտածես կարող ես պլստած։ Այդ քո դեմքի ուս գժական դեմքի չարժումներ ես ամ աշպարարական, այ պիղծ։ Այդ հարիֆի ուղեղը կերել ես, այդ ինչ ես արել արա։ Վերջին շանսն եմ արա ձեզի տալու, վերջին շանսը, միջև լույսը բացվել է, իմ կնգան, իմ երեխեքի հետ հանում եք ուղարկում եք Հայաստան։ Ռուզան զանգում ես ինձ, ես եթերից հետո, հիմա ես սպասում եմ զանգի, երեխեքիս զանգի խոսան։ Մահվանդուրն եք արա ուզում ինձի հասցնեք, հաշվարկել էիք, որ ես կետամնձի կկախեմ կամ կետամնձի մոստից կգցեմ արա, անասունի բաստակներ, հա։ Թարսի պես ոչ խամող եմ, ոչ պալանցախող եմ Իմ նման ադեկվատ արա տրեզվի մարդ կա այս աշխարհում արա, հա, հավասարակշռված, ու դուք խոսում եք իմ հավասարակշռվածությունից, այս շիզոֆրենիկներ, այսքանը սիրելի ժողովուրդ, սպասենք, են որ ասելով տատուս բալքիմ խելքի գան, սենց անասուն էլի, սենց անասունով ատեսը, գնացել են մինի պոլյան մտել են, միների մեջ կայնել են, Բախում ենք, կնգան ճամփու դնենք եթա, կնիկը սաղ գտնի մեր վրով գգրի աղբեր։ Բա ոնց ճամփու դնենք արա եթա, վայ քո արա։ Բռնել կտան արա մարդու կնիկ մեզի արա։ Պահենք աղբեր Ռուզան ջան, ես քեզ իշպեկ կա 500,000 ռուբլի, 1 միլիոն ռուբլի, հենց մի քարտ գցում եմ, բան, այս կողմ, մեն կողմ, քրոջը դու էփի քրոջը, մորդ, բան, ձեր կյանքը այսպես կլինի, այսպես չի այնպես կլինի։ Ի Կարող դու պակասես արա այ լրտիսոյի։ Էլի գնա կանգար գրգի քո չամո թուլեքի դվեգալ սիկտիրի լիարա։ Հերու արա, հերու մերի սատկի որ քեզ չգտնեմ ես։ Կարաս։ Սաղկյանքդ մնա ռոզիսկի մեջ որ չսատկես անասունի բաստա։ Դու հասկանում ես դու ինչ ոտնձգություն ես արել արա իմ ընտանիքի նկատմամբ։ Քո շալան շայկա անգերություն, ախբերությունով, բանով։ Բարեկային ծառայությունում աշխատող ընկերոջով հետ։ Մեսա դրա անուն ազգանունն էլ կհանենք ջրի երես։ Տենանք էդ ինչ ովա քեզի աջակցել։ Ուշքի արի արա։ Վերջին ու վերջին անգամ եմ քեզ ասում։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, վաղը նորից կհանդիպենք։ Աստված պահապան բոլորիս։ Վերեմն Աստված կարա, Աստծուց վախեցեք։ Աստծուց վախեցեք, իմացեք։ Բոլորի դատաստանի ժամը գալու է։ Սիրում եմ ձեզ, իմ հայ ժողովուրդ, ապրեք, շատ շնորհակալ եմ ձեզանից, որ այս օրերին իմ կողքին եք։ Ձեր ցավը տանեմ, լավ եք։